Ցավոք դա ամենից առաջ ուղղված է մեր դեմ եւ պատահական չէ, որ այս մասին Ալիևը խոսեց հենց անմիջապես մեր այս վերջին ողբերգական 2020 թվականի պատերազմից հետո եւ դա հստակորեն ցույց է տալիս Ադրբեջանի զավթողական նկրտումները ողջայցան երբեք այդ տերմինը չի շրջանառվել։ Ես ինչքան գիտեմ, ինքը առաջին այդ տերմինը կիրառել է 2021 թվականի դեկտեմբերին, ինչքան գիտեմ, դրանից առաջ ես բավականին ակնթեթ հետևում եմ իրենց մամուլին, իրենց խոսույթին, իրենց փորձագետների խոսույթին եւ իրենք չեն կիրառում, ավելին իրենք մեկ այլ վտանգավոր բաներ են ասում, ես այս մասին եմ խոսել, իրենք ասում են հայ-ադրբեջանական պայմանական սահման։ Սա շատ վտանգավոր թեզ է, որովհետեւ այդ սահմանը եթե պայմանական է, ապա մշտապես դա պատերազմների եւ սրացումների բույն է մեկ եւ երկրորդ ինքը անընդհատ կարող է փոխվել։ Ես այս առումով իրենց փորձագետների հետ էլ անուղակի բանավեճի մեջ եմ եւ ասում լավ, այդքան հաճիկով որ ասում եք հայ-ադրբեջանական պայմանական սահման, այս պահին դուք ուժեղ եք եւ լավ եք զգում։ Բա որ մի պահ ձեր մոտ սկսվում են խնդիրներ եւ մեր փողոցում լինի տոն։ Եվ մենք էլ ասենք, թե սահմանը պայմանական է, դե եկեք այդ սահմանը դնենք, ենթադրենք Ստեփանակերտի մոտով, Կուր գետի մոտով, հասկանում եք, դա շատ երկսայրի սուր է, երբ որ դու ասում ես, դա Պանդորայի արքղ է, որը բացում ես եւ չի կարող ոչ ոք ասել, թե ուր կհասնի։ Հիմա տեսեք ռուս-ուկրաինական պատերազմը 2022 թվականի փետրվարին, երբ որ սկսվեց, ով կմտածեր, թե փետրվարի 25-ի դրությամբ պատերազմից մեկ օր անց կունենանք այս արունակամանող եւ ծանր վիճակը, երբ որ Ռուսաստանը փաստացի մտել է գոյաբանական պայքարի մեջ, ես այս մասին ձեր ստուդիայում շատ եմ խոսել։